Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս պահին էլ մեզ հետ են դիտում են մեր հերթական թողարկումը։ Ես պիտի ասեմ, որ այսօր մենք իհարկե իսկապես անչափ հմայիչ հյուր ունենք։ Երևի ամենահմայիչ, այսպես ասած, անձնավորություններից մեկը ամենահմայիչ զինվորական մեր վերլուծաբանը Նարա Գևորգյանը Համայնքական ճակատ շարժման կուսակցության խորհրդի անդամ Պայծտազորի փոխգնդապետ Նարա շատ ուրախ եմ եւ կարծում եմ որ արդեն տեղյակ ենք որ ինչ որ հետարքիր իրադարձություններ են տեղի ունենում նախընտրական եւ որքան հասկացա համայնքական ճակատ շարժումը որոշել է որպես գործընկեր այսպես դաշինք կազմել դուք կուսակցության հետ դա շատ կարևոր է այ դուք որպես զինվորական ինչ կասեք Վարդան Ղուկասյան մարդու զինվորականի մասին երևի առիթ ունեցել եք հանդիպել Այո, առիթ ունեցել եմ հանդիպեմ, նաև երբ ես 4 բանակային կորպուսում էի ծառայում, այդ ժամանակ, եթե հիշողությունս, բայց կարծում եմ չի դավաճանում, Վարդան Ղուկասյանը ռազմական ոստիկանության, որպես ռազմական ոստիկանության ծառայում էր Վայքի Զորամասում, այո, առնչվել ենք տես ծառայական այդ հարցերով առնչվել ենք, որպես անց հարց տվեցիք, նախ գործի մեջ աս, իրա գործի մեջ ինքը աս, որպես օպեր, որպես զինվորական չասեմ, իրա գործի մասնագետ, եւ անց, որը միշտ իրա ելույթների մեջ կամ բան, որը ծնող է հարգում, այդ անձը չի կարող ատել լինի, ով ծնող է հարգում, ծնող է գնահատում, ինքը չի կարող ատել լինի, դրական անձ, բոլորն այդ հերություններ ունեն, բոլորն էլ, Ես էլ ունեմ, դուք էլ բոլորն էլ ունեն, անթերի անց չկա, բայց անց, որին եւ ասում եմ, որպես աս օպեր, որպես աս ծառայող եւ անց, որը երբևիցե ինքը տենց մեծացրել է իր մաման ծնող իրեն մեծացրել է, ինքը միշտ ծնող բառ իր համար, իր մեծ գաղափար է, մեծ հասկացողություն ունենք այդ ծնողի հետ կապված, ծնող բառի հետ կապված, դրական, այո, տեղյակ եմ դաշինքի հետ կապված, ուրախ եմ Մեր առաջնորդ եթե որոշել է, ուրեմն այլ նա գիտի ինչ է անում, ինչ քայլ է անում։ Բարձր։ Դե հասկանալի է։ Հիմա ամյուս հարցերին, գիտեք, մեծ այսպես աղմուկ հանեց լրատվական դաշտում Անդրանիկ Քոչարյանի այդ վիրավորական արտահայտությունները զինվորականների ծառայության անգամ ձեր ղեկավարին համարես փախած գեներալ Էլ չեմ խոսում իս տահաճի արտահայտությունների մասին, դե դուք տեղյակ եք։ Տեղյակ եմ, քաջա տեղյակ եմ, Պանղուշյան ես կասեի, այո, ասեց իմ տղան բարձր մակարդակի ունեցող տղա է, դրա համար չի ծառայել։ Ճիշտն ասած, մի 2 օր առաջ եմ անդրադարձել իրեն, ինչն էր բարձր մակարդակի տերը, որն էր, որ ասել եմ, եթե տենց բարձր մակարդակով էր, թող մնար իր երկրում սովորեր, չէ՞ որ ներկայիս ԿԳՄՍ նախարարն ասում է, մենք հիմի տանում ենք լավագույն ուսումն ենք տալի եւ այլն, այսինքն ամեն ինչ մոռանալով լավագույն ուսումն են տալի, բա տղա ես շեշտել եմ, չգիտեմ, մեծ տղան է թե փոքրն է դրսում սովորողը, չգիտեմ, իսկ մյուս տղան պատերազմի ժամանակ ծառայել Արցախի հանրապետությունում, փախցրե բերել է, ինքը տղային փախցրե բերել է, տաքուկ պահել է հետո տեղավորել է Զորամասում, որպեսզի հետագա ծառայությունը ավարտի։ Բա որ տենց մեծ այդ այսինքն ես ինքը սրանով վիրավորանք հասցրեց ամբողջ սպայակազմին, զոհված մեր զինվորներին, գերեվարված մեր զինվորներին, անհետ կորած մեր զինվորներին, ինքը բոլորին վիրավորանք հասցրեց դրանով, ասելով, որ իմ տղեն շատ բարձր մակարդակի տեր տղա է, այսինքն դուրս եկավ այն զոհվածները կամ անհետ կորածները, գերեվարվածները մակարդակ չունեն, որ այսօր դուք որ վեր եք ընկած այդ աթոռին, այդ զոհերի շնորհիվ եք վեր ընկած այդ աթոռին Ելույթ ունեցավ ճղճի իր այդ խոսալ ես ասել եմ, չէ՞ մի անգամ տնգուտնազուր եմ գնում տնազանելու, դա իրանց ԿՊ-ին է վերաբերում։ Բոլորի տնազներն անում են առանց իրանց նայելու։ Մի հատ դուք ձեզ նայեք էլի։ Մի հատ այն
ասել եմ ակաժնետ կտրեք, համապատասխան տեղ կպցրեք, մի հատ դուք ձեր մասին լսեք, ընդ որում ասել եմ հրեշ Անդո, Գյումրիում իրան տենց էին անվանում, հրեշ Անդո։ Եվ ասեց փախած հարց տվեցին փախած գեներալներ, անդրադարձավ գեներալ Կարապետյանին, որ փախ է գնացել է, փախածը դու ես քո ՔՊ-ով, քո ընտանիքով։ Ես չեմ պատասխանում այս հարցին, քանի որ մեր առաջնորդը իրեն արժանավուն պատասխանը կստանա ինքը, կպատասխանի մեր գեներալը փախածնով է, հա, մի փախածել ներկայիս, ասեմ ձեզ իդեպ վարչապետն է անդրադարձավ 44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև գեներալից հետը փախած էր վախկոտ են։ Եթե փախած գեներալից հետ կար, այդ ժամանակվա 44 օրյա ժամանակվա պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետ ուր է հիմա։ Օպերատիվ գլխավոր վարչության պետը ով է, մյուս վարչության պետն է ներկայիս գլխավոր շտաբի պետն է, որ թուրքերին ասեց կսովածանան, հետ կգնան ջերմուկի, ու տենց հետ մենք ասում եմ ինքը սովածացավ հետ եկավ, բայց ոչ թուրքերը։ Ինքը սովածացավ, իր երկիրը թողեց, լքեց եկավ։ Արցախի մասին եմ խոսում։ Այդ որ մի գեներալն է փախած եղել, բախի չես դատում։ Ջաբրայելի հրամանատարին պատերազմի ժամանակ դատեցին, կալանավորեցին, որից հետո հիմա բարձր պաշտոնի տարան նշանակեցին։ Նույն Քոչարյան Անդրանիկի թեթև ձեռքով հատուկ նշանակության բրիգադի հրամանատարը երբ զոհվեց գնդապետ Ասատրյանը, նշանակվեց շտաբի պետը, նույն Զորամասի շտաբի պետը, եւ ունենց հարեցին երկրորդ մեջ այդ մարդուն հանեցին Անդրանիկի թեթև ձեռքով, այդ հրեշ Անդոյի թեթև ձեռքով, այդտեղ նշանակվեց նախկին հրամանատարին, որին դուրս են շպրտել զինված ուժերից։ Ոնց կարա անձը խոսա տղուն փախցրե խոզերին, իր խոզերն էլ են բարձր մակարդակի տեր, երևի մարալիկ կար մի հատ ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալներ, մի չասեմ ինչ երևույթ, իրար հետ խոզեր էին տեղափոխում ու ազով, այդ խոզերը տել էին բարձր մակարդակի տեր, մեկ դու ես բարձր մակարդակի, մեկ երեխեքդ են բարձր, մեկ է քո ԿՊ-ն է բարձր, սաղը ցենց պետք է լցնես միտեղ ու վառես, որ պրծնենք, ԿՊ, քանդեն պետությունը, էս եք դուք, ուրիշ ոչինչ։ Փախած բոլորին անուն դնի, փախած, դու քո լակոտներով ես փախած։ Լավ նրա, տեսեք մեր հաղորդումներից մեկում խոսեցիք անորակ սաղավարտերի մասին, հիշում եք, չէ՞։ Այո։ Հիմա քանի որ բարձրացել եմ ժամանակ նշել ի վերջո ով էր այս ամենի մեղավորը։ Այդ ամենի անորակ սաղավարտներ ներմուծողը Քոչարյան Անդրանիկներ, որի հետ կապված քրեական գործ էր հարուցվել եւ երբ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին էր, ուղարկվել էր, եթե չեմ սխալվում, ազգային անվտանգություն հետագա ընթացք տալու համար։ Հարց ենք տալի, բա ուր է այդ քրեական գործը։ Ուր է այդ գործը, որը ինքը անորակ սաղավարտներա բերեն ներմուծել զինված ուժեր։ Խի մեկը չի անդրադառնում, ինքը իրան սրբի տեղ է դրել, այն բան կա, չէ, սրբի տեղ դրած վանքի հավերն են քաշում, լրիվ ինքն է։ Բա հիմա բարձրաձայնում եմ, լսում եմ բոլորը, իդեպ ասեմ, ռազմական ոստիկանությունում ինչ-որ բաժանմունք է բացվել անալետիկին, չգիտեմ ինչ բաժանմունք է բացվել, երևի կոնկրետ լսում են մեզի, չգիտեմ մի մայորա բաժնի պետը, բաժինա բաժանմունքը չեմ կարա ասեմ, եւ դա նախկինում չի եղել եւ հաստատ ոնց որ հիմա ամբողջ ռազմական ոստիկանությունը եւ ամբողջ ՊՆ-ն համալրվում է ոստիկանությունից դուրս շպրտված զինծառայողներով կադրերի գծով փոխնախարար ինչքան ոստիկանությունում դուրս մնացածներ կա բերում է համալրում է ՊՆ-ն նաեւ ռազմական ոստիկանությունն է համալրված այդ անձանցով հա լսում են ասում եմ թող մի հատ ընթացք տան ինչ է եղել անորակ սաղավարտների քրեական գործը եւ եթերից թույլ տալով մի հատ կոչ կանեմ բոլոր սպայական կազմին, պայստազորի սպաներին, գործող սպաներին, զոհված զինվոծառայողների ընտանիքի անդամներին, որպիսի նախ արդեն ֆլեշմոբը սկսվել է, որպիսի բոլորը պահանջեն Անդրանիկ Քոչարյանի մանդատի վայր դնելը։ Նման կատեգորիան իրավունք չունի լինի падգամավոր ազգային ժողովում։ Այդ կատեգորիան պետք է ասում կոչ կանեմ բոլոր նամանավան ինքը զինվորականի պատիվն է գցել, զինվորականի արժանապատվությանն է կպել, իմ տղան բարձր մակարդակի տղա է, դու քեզ նայի ու մնացածը։ Նրա ի վերջո ինչ է նշանակում այս համատարած փախարակումը զինվորական ծառայությանը, ես որ գիտեմ, եթե շոշուրը չի դավաճանում 27 տարի ծառայել եք բանակում եւ քաջատեղյակ եք բանակի անցուդարձին
Երբևիցե եղել է նման իրավիճակ։ Երբևիցե չի եղել։ Նախ երբեք բանակ այս վիճակի մեջ չի եղել։ Ես ասել եմ ու կասեմ, միշտ կասեմ, այո, ցավ եմ ապրում, որ այսօր մեր բանակը այս վիճակի մեջ է։ Ուսուցչուհին ինչքան ուզում է իրան պատեպատ տա, ասի բարեփոխում ենք, բանակը շատ լավ է, այսա ինչ ուզում ես արա։ Դու բանակ չեք տեսել։ Ես տեսել եմ իր վատ կողմերով, իր լավ կողմերով։ Ես այդ բանակը տեսել եմ։ Մենք հաղթանակած բանակ ենք եղել։ Անգամ Քարորյան մենք հաղթեցինք։ Քարորյա պատերազմը ունենալով բավականին զոհեր, մենք Քարորյան, իսկ վերադասից ոչ մեկ անգամ չգնաց մի ծաղիկ չխոնհարեց, պարոն Ղուշյան, մի ծաղիկ չհիշեցին այդ օրը, որ մենք այդ երեխեքը, որովհետև այդ երեխեքը թուրքին ջախջախել էին, կրել էին, դիրք էին պահել, դրա համար այս վերադասը չգնաց։ ՊՆ-ից ոչ մեկ չգնաց։ Մեկը չգնաց մի ծաղիկ, ասում եմ, խոնարի, ասի այսօր 10 տարիներ ամսի 1-ի գիշերը լուսադեմ որ սկսվեց 10 տարիներ Քարորյա պատերազմի ով հիշեց ես անդրադարձել եմ ներկայիս հետախուզության վարչության պետը այդ ժամանակ հատուկ նշանակության բրիգադում շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում զոհ ունենք հատուկ նշանակության բրիգադում գոնե գնայր քո զինվորականի քո ենթակայի շիրիմին մի հատ ծաղիկ դնեիր ովքեր են փախած իրա կողմից նշանակված վարչության պետ էր Տվյալ վարչության պետը հետախուզության գլխավորը 3 պատերազմն էլ թղթերի հետ կռիվ արեց։ Գլխավոր շտաբի պետը թռավ եկավ, շտաբի պետի տեղակալը փախած եկավ, մյուս տեղակալը ծնունդով Արցախցի փախած եկան։ Ովքեր են փախածներ, իրենք։ Ում տարել ես պաշտոններ ես նշանակել։ Դրա համար ոչ մեկ չի գնում, չի հիշում մեր զոհերի հիշատակի օրը։ Իսկ իրանք մոռանում են, կրկնում են բոլորը ականջների նողան են, այդ աթոռներին, որ վեր եք ընկած, այդ երեխեքի շնորհիվ եք վեր ընկած։ Դե մի հետաքրքիր հարցազրույց էր մի քանի օր առաջ տվեց Գագիկ Մելքոնյանը, մասնավորապես ասում է, կտրի գազը ուրիշ պետությունների հետ պայմանագիր կկնքենք, երևի նկատի ունի թե որ պետության մասին է, հա։ Երևի իրանց աղբերական պետության մասին են խոսում, իրանց բարեկամների պետության մասին են խոսում, այդ իրանց քպնկար այդ պետության։ Մի հատ տենց էլ ռեկլամ արեցին ադրբեջանական, չէ՞, բենզինը բերեցին իբր թե էժան ենք կայն անձինք այդ զոմբի մասան ասում էր, այ հիմա 20 դրամ, 40 դրամ էժանքը, բա որ է այդ իրանց էժանը, նույնն է վաղը տենց գազն եք բերելու։ Գագիկ Մելքոնյան, որ դու ռուսներին բան ես ասում, բայց խա քո ամբողջ քո բիզնեսը Ռուսաստանում, մոռացել ես։ Ասում եմ, սրանք ես ասել եմ Վիլիկալեպնե տրոյկը, ինքը Վաղարշակ Հարությունյանը եւ Քոչարյան Անդրանիկը, ամբողջ իրենք մոռանում են, հիշողության խնդիր ունեն, երևի մի հատ մեղր ուղարկենք, անդադ այդ մեղր ուտեն, որ հիշողությունը թարմացնեն։ Գագիկ Մելքոնյան ումից ես այդ գազն առնելու եւ ինչ գնով ես առնելու։ Թե որ դուք գիտեք, որ բիզնեսներ ունեք, այդ մնացած ժողովուրդն է կարա այդ գազի գումարը վճարի։ Դուք պատկերացնում եք, եթե մեր գազը կտրեցին, որտեղից կբերեն, անորակ կբերեն, թե որակով գազ կբերեն։ Սրանք մոռանում են, էլի, այդ Գագիկ Մելքոնյանը գոնե ընդհանրապես չխոսա։ Մոռանում է, ում օրոքա վարչության պետ դարձե, փոխնախարար դարձե եւ ում օրոքա երկու գեներալի սիմուսի ուսադիրները ստացե։ Ես կհիշեցնեմ պարբերաբար, իրանք ոնց որ խնդիր ունեն հիշողության հետ։ Գիտես, դու ասեցի, որ երկար տարիներ աշխատել ես բանակում, տարբեր գեներալների, տարբեր ղեկավարների, տարբեր պաշտպանության նախարարների եւ ինչպես ասում են ամեն ինչ գիտես ներսից։ Հիմա երևի նկատել ես ԿՊԱ-ական հատկապես պատգամավորները ինչպես են, այսպես ժողովրդական լեզվով ասած քննվում այդ կամ այն անձնավորությանը։ Դա ինչով ես բացատրում։ Վախի մթնոլորտից։ Նայեք, իրենք ասում են փախած գեներալներ, չէ՞։ Բաներ Վաղարշակ Հարությունյանը տեխնացությունն է դրել, որպեսզի անցնի եւ ինչ որ sense համացանցում տարածվում է մեր հզոր նախարարը։ Ինչ նախարար է եղել։ 20 կիլոմետր Զանգիլանի հետ կապված ով է հանձնել։
Մայսյան դեպքերը ճիպոտներով կռիվը ում օրոք ա եղել։ Հատուկ նշանակության բրիգադը ընկավ գերեվարվեց եւ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհիվ այդ տղաներին հետ բերեցին ամբողջ զինված ուժերի պատմության մեջ, ամբողջ ոնց մեր հայկական բանակը ստեղծվել է, առաջի դեպքն է եղել, երբ հատուկ նշանակության բրիգադի ջոկատն գնում է գերեվարվում է։ Ում օրոք ա եղել։ Վաղարշակ Հարությունյանի։ Այսօր ինքը ասում է մենք հաղթած ենք, փախած գեներալ։ Իրենց ՔՊ-ի փախած գեներալը։ Եթե ինքը Քոչարյան Անդրանիկի ընկերն է, նշանակում է ինքը լավն է, չէ, ինքը լավը չի։ Եթե ինքը լավը լիներ, իրան չէին հանի, մեր գեներալին չէին նշանակի։ Ինքը հողերը հանձնեց։ Առաջի բանակային կորպուսի հրամանատարի այդ անգամ լուսանկար ունենք, որ նկարվել է գնացել է հող հանձնելու, լուսանկարվել են իրեր հետ։ Իդեպ ասեմ, ես այն գեներալի ծեփն է, ով գրել է Կարապետյանի վրա։ Փախած գեներալներ ովքեր գրել են։ Առաջի բանակային կորպուսի հրամանատար Վաղարշակ Հարությունյան, Ասրան Էդիկ, գեներալի վրա է գրում, պատկերացնում եք ուր ենք հասել։ Մինասյան Սամվել, որը սեպտեմբերին կոչում ստացավ, Մինասյան Սամվելի եղբորը Գորիսում դեպք եղավ 21 թվականին, երկու զինվոր իրար կրակեցին, մահացու դեպք եղավ։ Գեներալը տեղում հանեց պաշտոնից։ Գեներալի պաշտպանության նախարարի հանելուց հետո այդ անձին Մինասյան Սամվելի եղբորը Մինասյան Արային նշանակել են հիմա հատուկ բանակային կորպուսի գեներալսկի պաշտոնի, որը ուղի չունի անցած, խրամատ երբևիցե չի տեսել։ Իրանց փախած գեներալները չեն։ Ու այսօր Վաղարշակ Հարությունյանը որպես նախարար լավն է, ի՞նչն է լավը։ Ասում Զանգելանի 20 կիլոմետրի հետ կապված հարց եմ տալի, Սյունիքի թևի հողերի հետ կապված եմ հարց տալի, մեր այդ գերեվարվածների հետ հատուկ նշանակության բրիգադի պաշտպանության նախարարը դու ես եղել։ Վաղարշակ Հարությունյանը։ Ցավում եմ, այո, ցավում եմ, որովհետև այո, ծառայել եմ միշտ ասել եմ Վազգեն Սարգսյանից սկսած բոլոր նախարարների հետ ծառայել եմ։ Իդեպ մի անգամ եմ ասել, ամենաթույլ նախարարն ա եղել ինքը, դա իմ կարծիքն է, ես դա եմ տեսել իրենից, եւ ունեցել ենք լավ նախարարներ։ Իդեմ Արշակ Կարապետյանի։ Ուղղակի շատ կարճ ժամանակահատվածում ինքը ծառայեց։ Դե մենք գիտենք թե ինչ են հեռացել Արշակ Կարապետյանը մի առիթով ասել են դուք էլ երևի այդ մասին խոսել եք։ Ես շատ հետաքրքրտեսնեմ թող այո, եթե գիտեք, երևի կհրապարակեք ինչ են հեռացրել։ Հա, ես եք անդրադառնամ։ Լավ։ Այդ բանակային կորպուսի հրամանատարը պետք է պատասխան տա դրա համար։ Երկրորդ բանակային կորպուսի այդ ժամանակվա հրամանատարը։ Նորա շատ դաժան է։ Այդքան գեղեցիկ հմայիչ եւ այդպիսի։ Դե տեսել ենք, մեջ խոսում են։ Պարոն Ղուշյան, երևի կհիշեք մի անգամ մեր առաջնորդն է անդրադարձավ, ես նախարարության շենքում չեմ ծառայել, ես զորքերում եմ ծառայել, չեմ ասում դիրք եմ պահել, խրամատ եմ գնացել, բայց զորային օղակ եմ անցել։ Իսկ այսօր լիքը գնդապետներ պաշտպանության նախարարության շենքից քիթները չեն հանել, խրամատ չեն տեսել, զորամաս չեն տեսել։ Ներկայիս լիքը վարչության պետեր, գլխավոր շտաբի պետի տեղակալից սկսեմ։ Բարձր կոչումներով։ Բարձր կոչումներով։ Ես իմ աղջիկ տեղով եւ 4 բանակային կորպուսում եմ ծառայել, 5-րդ բանակային կորպուսում եմ ծառայել, 4 երբ որ տեղափոխվա, բոլորը զարմացան, վայ աղջիկ ես գնալու ես գազ Եղեգնաձորում էր տեղակայված 4 բանական, հաս ինչ անենք։ Գործուղումներ էի գնում ընդեղից, որ Սյունիքի թևի վրա նաեւ գործուղումներ, աղջիկ էի։ Միակ աղջիկն էի բանակային կորպուսի կադրերի գծով պետը 5 կորպուս ունենք, մենակ ես էի աղջիկ։ Դե գեղեցիկ սերեն մենք միշտ վստահել ենք եւ իզուր չի եղել։ Դե գուցե երևի Վազգեն Սարգսյանը ինչ որ մի հատ տեսավ սենց ապագա զինվորական որ զորակոչեց։ Իհարկե։ Նորա դե արխիվում համապետական ընտրություններն են մեզ սպասում։ Ձեր կուսակցությունը նախապատրաստվում է։ Այո, նախապատրաստվում ենք, ինչքան ուզում են թող թիրախավորեն, ինչ ուզում են թող անեն։ Երեք մեր առաջնորդն է չի անդրադարձավ քնիչներին, դատախազներին, գործնկարող քնիչներին։ Իդեպ մի հատ Խաչատրյան Արտակ կար քնչականում, զինվորական քնչականում գեներալի վրա գործեր նկարել, դարձել է փաստաբան։ Հարց տասել, գնալու ես ինչը կարած այդ գործերը մաքրես։ Երևի ասում արդեն դարձի է եկել, հասկացել է, որ գործ նկարելով չի լինել, ի վերջո ամեն ինչին ինչին կա սկիզբ, կա վերջ, պատասխան է տալու դրա համար։ Այո, թող թիրախավորեն, պատրաստվելու ենք եւ սենց մարտական ենք տրամադրված մենք։
Քանի որ տեղյակ եք, որ մեր կուսակցությունում համալրվում են պայստազորի սպաներով, մենք մարտական ենք դրամադրված, ինչպես մեր առաջնորդն է մարտական, զինվորական, նույնպես իր ենթակաները, ասենց ասեմ։ Դե ես ուզում եմ մաղթել քաջ առողջություն նախ եւ առաջ։ Միշտ զգուշ եղեք, որովհետեւ ճշնամին, այսպես ասած, միշտ կարող է մեջքից հարվածել։ Դե հա, այս ճղճիմները կարան այտենց մեջքից հարվածին, իրանք տղա լինեն կգան դեմարդեմ, ասում եմ պայքարի մեջ կմտնես, բայց սրանք այդքան տղամարդ չկան, էլի ստեղ, ես ասել եմ։ Չկա այն կատեգորիա տղամարդը իրանք չունեն, բամբասեն, լայվեր մտնեն, խոսեն, ինչ որ լրատվամիջոցներ պրոպագանդան, էս է իրանց բնույթը։ Մերպես հո զինվորական չեն։ Երևան առա, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շերի բարեկամներ, մենք հերթական անգամ տաղավարի ենք հրավիրել Փակ TV ռազմական վերլուծաբան համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ պայստազորի փոխգնդապետ Նարա Գեորգյանին, ով միշտ շատ ինքնատիպ, այսպես փակագծեր է բացում։ Այսօր այսքանը, ցտեսություն։